3, 2, 1, Գամ։ Նազեն Յովանեսյանի սուրճը պատրաստ է հենց այսպես Անահիտ Կիակոսյանի կողմից։ Բարի օր եւ բարի գալուստ համի ուժի սիրով ու ջերմությամբ լի աշխարհ։ Հայաստանն աշխարհագրորեն թեև փոքր տարածք ունի, բայց արի ուտես, որ անverջ պատմելու բան կա մեր երկրի մասին։ Թերևս նրանից է, որ յուրաքանչյուր գյուղ ու քաղաք եւ անգամ թաղ ու տուն իր ձեռագիրն ու ուրույն պատմությունն ունի։ Անգամ ինքներս ենք որոշակի դիմագծով տարբերակում մեր երկրի ամեն մի անկյունը, գտնելով շատ դիպուկ եւ բնորոշ գույնը։ Համի ուժի թիմն այսօր Հայաստանի երիտասարդ քաղաքներից մեկում է, քամոտ, գեղեցիկ եւ հետաքրքիր, որն անվանում են նաեւ Երևանի Արբանյակ եւ բնորոշում որպես անդադար զարգացող, միշտ նորացող, փորձարկումներից չվախեցող եւ երիտասարդական աբյունը պահպանող քաղաք։ Մենք գտնվում ենք Աբովյանում, որտեղ մեզ սպասում է գեղեցկուհի, շատ հումորով, նվիրված եւ հիանալի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի գեղեցիկ ընտանիքը։ Արվեստի մարդկանց մասին կա մի թյուր կարծիք, թե նրանք ընտանիքից, առավել եւս խոհանոցից կիլոմետրերով հեռու են։ Դե ծանր աշխատանքային գրաֆիկ, նկարահանումներ, ներկայացումներ, համերգներ, հյուրախաղեր եւ այլն։ Գումարած շրջագայությունները, անվերջանալի փորձերը, մի խոսքով։ Բայց փաստորեն եւ բարեբախտաբար սա սխալ տեսակետ է։ Երբեմն թվում է, որ Անահիտ Կիրակոսյանը հատուկ է ընտրել դերասանական ասպարեզը, հենց այս կարծրատիպը կոտրելու համար։ Իսկ իրականում շնորհքով ու տաղանդավոր մարդը իսկապես տաղանդավոր է ամեն ինչու։ Եվ եթե ունես ցանկություն, ապա հաստատ կունենաս կարողություն հասցնելու ամեն ինչ իր որակով, իր տեսակի մեջ եզակի կերպով եւ իհարկե այդ ամենը անելով սիրով։ Անահիտ Կիրակոսյանը հայտնի է որպես դերասանուհի, ես վստահորեն ձեզ ասում եմ, նրա դերասանական պոտենցիալը դեռևս շատերիդ համար բացահայտված չէ, բայց ես հուսով եմ, որ առաջիկայում կլինեն այնպիսի նախագծեր, երբ դուք տեսնելով նրան կհավատաք եւ իմ խոսքերին եւ կհասկանաք, թե ինչպիսի մեծ դերասանական պոտենցիալ ունի։ Տիկին Լաուրան մեր մայրիկն է, որովհետեւ սկեսուր մայրիկը միշտ պետք է լինի մերով, մեր մայրիկն է եւ մենք գտնվում ենք Անահիտ Կիրակոսյանի տանը։ Տուն Անահիտի, թե ձեր, Տիկին Լաուրա, ամեն դեպքում։ Անահիտի, լավ պատասխաներ։ Մեր տունն է, մամ ջան։ Մեր տունը, ոնց ես էլ ինձ գրանցեցի ակամայից, մի սենյակ հաստատ ունենաք, ես Մեր տունն է, Նայս ջան։ 4 երեխաների գեղեցկուհի մայրիկի աշխատասիրությանը միայն նախանձել կարելի է։ Դրա հետ մեկտեղ ամենուր Անահիտին ճանաչում են որպես շատ հոգատար կին եւ գերուշադիր մայր, որը հասցնում է ամեն ինչ։ Դերասանուհու հոգատար ամուսնու, մասնագիտությամբ իրավաբան Արտակի եւ սկեսրոջ հաշվապահ Տիկին Լաուրայի հետ վերջապես ծանոթանալու առիթ ունենք։ Ասում են, որ նրանց տանը միշտ ուրախության նոտաներն են հնչում եւ միշտ կան համեղ ուտեստներ ու այս դուռը բաց է հյուրերի առջեւ։ Այնպես որ վերջապես ծանոթանալու առիթով մեկտեղ պատրաստելու ենք տարատեսակ համեղ ուտեստներ եւ վերջապես փորձելու ենք բացահայտել ամեն ինչ հասցնելու եւ ընտանիքի ջերմությունը մշտապես պահպանելու կարեւորագույն բաղադրատոմսը։ Տիկին Լաուրա, ինչ եք մեզ համար պատրաստել։ Ինչ որ առիթ լինում է մեր տանը, ես միշտ պատրաստում եմ, Արտակս իմ երեխաները շատ են։ Մաման կո պատրաստած տորման կեպես, Անահիտն էլ որ եթե ցանկանում են, ամեն ինչ բերում է, ես պատրաստում եմ, փաթաթում եմ տորման։ Այսինքն անիմաստ է որոշակիորեն մրցել, որովհետև մամայի տոման դա ուրիշ է։ Անահիտը ներկայիս ամենասիրված, յուրօրինակ եւ անհավանական հումորով դերասանուհիներից մեկն է, շնորհիվ իր տաղանդի եւ անսահման ջանասիրության։ Նա կարողանում է լինել բազմազան, թե բեմում եւ թե էկրանին, ունենալով մասնագիտական սեփական ձեռագիրն ու դեմքը, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր արտիստի համար։ Բացի դրանից, Անահիտի մարդկային դրական որակները զգալու համար անգամ անմիջական շփումը պարտադիր չէ։ Վստահ ենք, որ բեմից ու հեռուստաէկրաններից առատորեն եւ անխնա ճառագում է նա իր ներսի լույսով, սիրով, հոգատարությամբ եւ յուրօրինակությամբ։ Տիկին Լաուրա ջան, դուք փաթաթեք, մեզ ասեք, ոնց մենք միանանք հրաշքանք, մենք կողքից ուղակի նայենք ու այլն։ Բայց Նայս ջան, ոչ մի ձևով չենք փակում։ Միսիկները չեն առանձնանում դուրս գալիս։ Բա ինչի հաշվին են կպչուն մնում։
Դա հատուկ նուրբ ձեռքերի Չգիտեմ, ես միշտ այս յուրահատկությունը եւ ուժը, ասում էիր ո՞րն է ձեր համի ուժը։ Այո, Այ հենց այդ ուժն է, որ կախարդական կերպով այնպես անում, որ միսը խճուղակը դուրս չգա կաղամի միջի։ Մենք չգիտենք, դա վերևից է գալիս, դա էլարից է գալիս։ Այ էլարը այստեղից քիչ հեռու Աբովյան քաղաքից քիչ հեռու գտնվող գյուղակ է։ Այո։ Որտեղից է անունը, ծագումնաբանությունը, ովքեր են այնտեղ բնակվում արմատներով։ Ես չգիտեմ որտեղից է գալիս էլարը, բայց ինձ միանգամից ասեցին էլարի բոլոր կանոնները ընդունի որպես հարց, այլապես մենք քեզ չենք ընդունի։ Եվ արդեն ընկերներ արտակ եկան, ասին դարձել ես էլարցի։ Մոմջան, ինչ անեմ, շատ Բայց էլ մի շատ քիչ է չնում չնում է, ես գալիս եմ որ ստուգեմ, գնահատականներ եմ դնելու վերջում, վայ։ Միսը շատ։ Պետք է հիշեցնենք Տիկին Լաուրայի անհավանական համեղ տոլմայի բաղադրատոմսը։ Եվ առհասարակ ասենք մեր շնորհակալությունը այս լի գեղեցիկ եւ հյուրընկալ ընտանիքում երջանկության պահեր ապրելու համար։ Ուշադրություն, բաղադրիչներն են։ Տավարի միս, բրինձ, ռեհան, ցիտրոն, յուղ, սոխ, խառը կանաչի, կաղամբ, աղ, սև եւ կարմիր պղպեղ։ Հիշեք, որ տոլմա յուրահատուկ համեղ է դարձնում կենթանական յուղը։ Տավարի աղացած մսին ավելացնում ենք աղացած սոխ, համեմում ենք սև ու կարմիր պղպեղով, աղով, չորացրած ռեհանով եւ ցիտրոնով։ Դրանց ավելացնում ենք թարմ կանաչեղեն, համեմ, սամիտ, մաղադանոս եւ ապա խառնում ենք բրինձը։ Հետո ավելացնում ենք կենթանական յուղը։ Այս ամենին հավելում ենք մի փոքր գոլ ջուր, որպեսզի զանգվածի կպչունությունը լինի ճիշտ։ Փաթաթում ենք թարմ կաղամբով, որը նախապես խաշել էինք։ Ինչպես նկատեցիք, Տիկին Լաուրան տոլման փաթաթելու հետաքրքիր եւ շատ արագ տարբերակ ունի։ Դե իսկ վերջին համեղ ակորդներն էլ մի քիչ լեչո, մի քիչ տոմատի մածուկ եւ կրկին յուղ, շարած տոլմայի վրա։ Եփում ենք սիրով եւ վայելում։ Քանի որ 17 տարեկանից ես խաղացել եմ թատրոնում Անուշ Թումանյանի։ Այդ ինչի համար եմ ես ամեն ինչ ասում։ Համ գովազդի։ Ավելուկ եմ վերցրել, Անուշ ինչ էր անում, ավլուկ էր փաթաթում, չէ՞, մինչև Նանին ասում էր, այդ ուր ես։ Անայդ ինչ ասես, ասելու եմ, հա, որովհետեւ ուրիշ բանի ուժ չունեմ։ Լոկա, ավլուկը եկել է։ Միշտ ավլուկ պատրաստելուց առաջ կարծեմ պետք է այսպես։ Ավլուկ, այդ մեր բարբառն է։ Ավելուկը ասում են ավլուկ։ Հիմա քեզ սովորացնեմ լորվա բարբառի ամենակարևոր շեշտադրությունը։ Երբ մենք վերջին վանկի վրա ենք շերտ դնում, այսինքն առողջություն։ Դնում ենք նախավերջին վանկի վրա ընդհանրապես փորձիր։ Առողջություն։ Վերջ։ Առողջություն։ Առողջություն։ Եթե հայկական ձևով հիմա մենք ինչ որ բան չստանանք, գոնե բարբար կսովորենք։ Գոնե բարբարով մենք մի լավիդար ենք ամեն ինչ կանենք շատ լավ, երբ ինչ որ բան էին արտասանում, բայց բարբարով։ Մեր լեզուն մեր խիղճն է դա։ Սուրբ հացը մեր սեղանը։ Մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանի։ Կարծես ամեն ինչ գրագետ է, ճիշտ է, բայց բարբարով է։ Սա արտակի գործիքներից է, երբ ճաշը նրան դուր չի գալիս, շատ հարմարավետ է ինքը եւ ավելի թվում է իր տապորն է իր գործիք։ Բացահայտեց գաղտնիքը։ տապորում է տապորչիկով, հայ։ Կարիք եմ ես տպելու։ Դա համու բաներ չեն սա։ Մեկ որ ասում շատ դրական ընտանիք։ Շատ հումորով։ Հիմա Հայկը իսկապես քեզ անում։ Հա։ Գնաս բալես։ Հավատա ու մեծանաս կասկանաս ինչ սխալ ես գործում։ Ավելուկով աղցան։ Այս աղցանը այդքան էլ դժվար չէ պատրաստել, եթե նախապես մի քանի անգամ թրջել եւ ճիշտ խաշել եք ավելուկը։ Անհրաժեշտ մթերքներն են. ավելուկ, սխտոր, սոխ, ընկույզ, համեմի սերմ, աղ եւ պղպեղ։ Թավայի մեջ լցնում ենք ձեթը եւ կտրատած սոխով անում մի լավ սոխառած։ Հետո մանրացնում ենք ընկույզը, ավելացնում տապակվող սոխին, ավելացնում ենք նաև համեմի մանրացրած սերմը եւ իհարկե ավելուկը։ Ավելուկը մի լավ տապակում ենք եւ եթե զգաք չորություն կարող եք մի քիչ ջուր ավելացնել։ Քիչ անց ավելացնում ենք սխտորը եւ եթե կարիքը գտնեք, նորից կարող եք ավելացնել մի քիչ ընկույզ։ Առաջարկում ենք այս աղցանը մատուցել մածունով։ Եվ շատ համեղ է ստացվում, եւ մածունն ընդգծում է ավելուկի երանգները, նաեւ օգնում է որպեսզի չծանրանա։ Արտակ ջան, կպատմեք ինչ եք պատրաստում։ Ավանդական հայկական խորոված, թոնրի, բայց համեմունքը մի քիչ այդքան ավանդականի դեմքով չի։ չի։ Ես ռեան եմ սիրում օգտագործել, այսինքն այդքան շատ փորձում եմ այլ բան չխառնել։ Բայց խոշորախ, զգուշ է դե բաներից էս վախենում եմ։ խոշորախ, ռեհան
մեկ մի քիչ կարմիր բիբար։ Վշտայով մեր վշտան է Այստեղ հայկական։ լվացել ենք, եփել ենք, Թեթև, հա, խաշել ենք։ մինչև վերջ չէ։ Ու Առանց յուղի։ հա, ու դնում ենք թոնրի տակի մասը, ինքը եփելուց մսի յուղը բանը կաթում է ու վերջում դառնում է շատ անմահական։ Արի գանք քեզ։ Քո մասնագիտական ընտրությունը ամենահեշտ ընտրությունը չէ։ Հաշվի առնելով 4 բալիկներին, Իր համար շատ լավ է, որ ինքն ունի 4 երեխա, որոնք իրան օգնում են ինչ-որ բանով։ էլ բան չունեմ ասելու ես։ Հայկը այսօր ամեն ինչ ճիշտ պատասխանում է։ Բան էլ ասեմ, մի օր ծնողական ժողովի չէի գնացել, դասվարա հարցրել էր, ինչու չի Մարիկը տեկի, ասել էր, գիտեք իրան իր դժվար է, ինքը 4 երեխա ունի։ Դե ինչ ասել։ Ասա դուք իրան ճիշտ հասկացեք։ Ինչ չէիր ասել դու, որ ես ասեմ ինչ-որ բան։ Տեքստերը չէր գրել ստանալ։ Չէի ասել ինչ պիտի ասես, բայց նա 4 երեխա ունի, ներեք նրան։ Տիկին Լաուրա ջան, լավ ենք ձեզ օգնում։ Կողքից խոսում ենք, դուք էլ սիրուն փաթաթ։ Ես էլ լսում եմ ձեզ։ Ինչ պատմություններ է պատմում, Անահիտը գալիս է տուն ու ձեզ ինչեր է պատմում, ասեք։ Հումորներ է։ Գիրարձեր։ Շատ։ Պատկերացնում եք, չէ՞, որ բոլորի Շատ։ արյունը Ես իրեն շատ եմ սիրել առաջի օրը հենց տեսնելուց։ այ որ տեսակ ինչ օրեր, ինչ Իմ ծննդյան օրն էր։ Արտակը Անահիտի հետ եկավ, դուռը բացեցի։ Մի անգամից փաթաթվեց իրեն ու ասեցի ժպտերես ինքը իմ ամենասիրած բանը, որ ժպտերես են լինում։ Դուրը բացվեց, մտանք փաթաթվեցինք, ես ուղղակի ծաղիկներ էի բերել, որտեղ ինչ ես անում, ծաղիկներ, չէ՞։ Հա։ Ու փաթաթվեցինք, ասեց շատ շնորհակալ եմ, որ իմ տղայի կողքն ես, ես վերջ։ Այդ օրվանից իմ տոլման մաման է փաթաթ։ Արտակից որ ուրախ տրամադրությունը տեսա, շատ Տիկին Լաուրա, այս մտավախություն չունեիք, որ հանկարծ պահի տակ Անահիտը կարող է չմերվել կամ նրա հետ կարող են չմերվել դուստրերը Արտակի։ Երկու շշմելու սիրուն լավ երեխեք։ Ոչ, երեխաները շատ իրեն սկզբից սիրել են, ընդունել են։ 21 տարեկան երեխան եկավ ու միանգամից դարձավ Շատ ճիշտ է։ երկու երեխա մայր, երեխա։ Երեխայի մայր, երեխաները իրեն շատ սիրեցին ու իրեն հենց սկզբից էլ որ սիրել են, ընդունել են, ասել են կդառնաս մեր մայրիկը։ Բայց Եղեք լավ։ ու հենց մի հուզիչ բան է լինում, Անահիտը միշտ մի հումոր է անում, որ տակից դուրս գա, որպեսզի ցույց չտա իր արդյունքները, որտեղ շատ հուզվող ու շատ նուրբ հոգի ունի։ Ուղղակի ձևը գտել է, էլի հումորով փախչում է, շրջանցում։ Ան, հետո ծնվեցին քո երկու տղուկները, եւ փաստորեն քո երկու դուստրերը դարձան նրանց համար ավագ քույրեր, մայրեր։ Իմ փրկությունը, իրոք իմ փրկությունը, որովհետեւ ես ասում եմ դա ինձ համար sense գտած երկու գանձեր էին, որովհետև այն ասպարեզում որ մենք աշխատում ենք, դու գիտես զբաղվածության սահմանը եւ ես եթե գլուխ կովեմ եւ ասեմ ամեն ինչ հասցնում եմ, ոչ, կարող են նախաճաշը պատրաստել, կարող են երեխային նայել, կարող են տանել դուրս ու ես այդ ժամանակ կարող եմ հանգստանալ։ Երբ տղամարդը խոհանոցում է, կինը հանգստանում է։ Ահա այսպես էլ պատահեց մեզ հետ։ Մենք այդքան տարբեր հետաքրքիր ուտեստներ պատրաստելուց հետո անգամ չհասցրեցինք հասկանալ, թե երբ Անահիտի ամուսինը Արտակը կարողացավ պատրաստել միսը եւ խորովել այն։ Այսպիսով ձեզ ենք ներկայացնում Արտակի թոնրում պատրաստած արիշտան հատուկ բաղադրատոմսով։ Պետք է նախապես եփել արիշտան, թողնելով մի քիչ թերխաշ, ինչպես ասում են իտալացիները, al dente։ Այնուհետև լցնել կավե ամանի մեջ եւ դնել էլեկտրական կամ սովորական թոնրի հատակում եւ վրան կախել խոշոր աղով, կարմիր պղպեղով եւ ռեհանով համեմված միսը, լինի խոզի թե տավարի։ Միսը խորովվելիս յուղն ամբողջությամբ թափվում է արիշտայի վրա։ Այսպիսով ստանում ենք գուցե մի քիչ ավելի կալորիական, բայց շատ հետաքրքիր համերով ու համեմունքներով միախառնված իսկական հայկական համեղ ճաշատեսակ։ Մենք գտնում ենք մի հանճարեղ տանը, շշմելու լավ մարդկանցով լի եւ պատրաստում ենք վայելել նրանց ընտանիքի ստեղծած եւ նրանց բարությամբ սնած բարիկները։
Ամիոշն է եթերում։ Ուրեմն աշխարհում շատ անսպասելի ուտելիքներ կան եւ բարձ է որ 1000 ու մի տարբերակ կա տարբեր ուտեստների պատրաստման։ Բայց ես որոշել եմ այսօր, քանի որ մենք բերել ենք ձեզ նաեւ համեղ դիլմահ թեյ, ես որոշել եմ փորձել իմպրովիզ անել թեյով ուտեստ պատրաստելով։ Թեյով ուտեստ։ Դրա համար այո, մեզ պետք է առաջին հերթին կարագը դե ձեր անարատ գժական յուղից ես չունեմ, դրա համար կօգտագործեմ սովորական մարդկային կարագ։ Իրականում բարդ բան չէ, ես կփորձեմ ավելի պրակտիկ անդրադառնալ գործին։ Մենք սունկերը պետք է հետո օգտագործենք ամբողջական վիճակով գլխիկները։ Դրա համար ոտիկներն ենք օգտագործելու հիմա խճողակի մեջ։ Մաքրել եմ նախապես, ինչպես տեսնում եք, դցնում եմ մեջը եւ սա է։ Ոտիկները առանձնացրեցի։ Պոչազրկից, պոչատաղվեսներն են նրանք հիմա։ Մեր հայկական ավանդական համեղ հետաքրքիր, անգնահատելի ու անփոխարինելի խոհանոցից մի փոքր անցում կատարենք դեպի էկզոտիկ, յուրօրինակ խոհանոց։ Մենք վերջերս հաճախ ենք ձեզ ներկայացնում տարատեսակ թեյեր։ Այս անգամ Անահիտի հետ միասին որոշել ենք հետաքրքիր բաղադրատոմս փորձել, որի ակտիվ բաղադրիչը կանաչ դիլմահ թեյն է։ Ոչ, շատ ճիշտ հասկացաք, վրիպակ չկա։ Թեյերը ոչ միայն խմելու համար են, այլ ակտիվ օգտագործվում են նաև ուտեստների մեջ։ Իսկ ինչու ոչ։ Նույն հետաքրքիր համեմունքը, նույն հետաքրքիր յուրօրինակ երանգները։ Այսպիսով պատրաստում ենք սունկ դիլմահ կանաչ թեյով։ Համեղ ու թեթև այս ուտեստը հաստատ կտպավորի ձեր հյուրերին եւ թարմություն կհաղորդի ձեր սեղանին։ Գրի առեք նաև բաղադրատոմսը։ Մեզ անհրաժեշտ է 20 գրամ կարագ, 1 փոքր մանր կտրատած սոխ, կամ կարող եք օգտագործել ամբողջական գլուխ սոխը, եթե ձեր տան անդամները չեն սիրում կտրատած սոխ։ 12 հատ մեծ սունկ, շամպինյոն կամ պորտոբելո, գլխիկները առանձնացրած, իսկ սնկի ոտքերը մենք անպայման օգտագործելու ենք լցոնման համար։ 60 գրամ կտրատած ընկույզ, 60 գրամ պնդուկ, 200 մլ լավ թրմված պինդ դիլմահ կանաչ թեյ, 120 գրամ կտրատած մոցարելա պանիր եւ մոտ 60 գրամ չոր հացի փշրանք։ Որպեսզի ստանանք համասեր զանգված, մենք նախընտրեցինք հարիչով հարել սնկի կտրատած ոտիկները, ընկույզը, պնդուկը եւ սոխը։ Սակայն եթե ձեռքի տակ չունեք հարիչ, մի անհանգստացեք։ Պարզապես կարող եք մանր կտրատել բոլոր բաղադրիչները կամ անցկացնել քերիչով։ Ամեն դեպքում ցանկալի է սոխը նախապես մի փոքր տապակել կարագի մեջ, մինչև շարագունելը։ Այնուհետև հալեցրած կարագի մեջ տապակում ենք արդեն հարած սնկի ոտիկները, ընկույզը, պնդուկը եւ սկսում ենք տապակել։ Ուրեմն թեյը, որը ես թրմեցի, կանաչ թեյն էր, դիլմահի կանաչ թեյը, pure green, մաքուր կանաչ թեյը։ Մենք ընդհանրապես համեմունքի ընդգծելու համար կդնենք մի քիչ իր թեյից եւ կավելացնենք թրմած ջուրը։ Որտեւ այս ամեն ինչը պետք է մի քիչ եփվի, որպեսզի դառնա ինչ, խյուս, ճիշտ է։ Խյուս։ Ինչ իմացար։ Չգիտեմ, մեռնելու սորը չգիտեմ։ Չէ, պետք չի։ Աղ քիչ անեմ, ես աղակեր եմ, դրա համար միշտ շատ եմ դցնում, վախեցած։ Հա, դե լավ։ Կփորձեք իհարկե։ Բայց այս կանաչ թեյի հատիկները մի քիչ իրան տալու են առանձին արոմատ։ Մի տեսակ հետաքրքիր բույր։ Ես ձեզ ասեմ, որ հոտը արդեն հետաքրքիր է։ Չոր հացի փշրանքները, իսկ հետո նաև կավելացնենք պանիրը։ Միասին պետք է տապակել այնքան, մինչև մի տեսակ եփվի ու դառնա մածուցիկ։ Այնուհետև այդ զանգվածը պետք է զգուշորեն լցոնենք սնկերի գլխիկների մեջ։ Լցոնած սնկերը 10-ից 12 րոպեով դնում ենք 160 աստիճան ջերմությամբ վառարանի մեջ, վերջում գլխիկի վրա ավելացնելով պանիրը։ Եվ վերջ։ Դիլմահ թեյով պատրաստված այս համեղ ու հետաքրքիր ուտեստը իսկապես յուրօրինակ էր։ Այն կարող եք մատուցել թե թթվասերի, թե սերուցքային կամ այլ հիմքով որևէ սոուսի հետ։ Համի ուժով մենք այսօր բացահայտելու ենք մի քանի ուտեստ միանգամից։ Քո խորովածի սիրահարն է։ Հիմա ուզում եմ ասել նախ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Դուք քիչ էիք, մենք էլ մեր կազմով եկանք ու գրավեցինք ձեր։ Մենք ենք շատ շնորհակալ ու զգացված, որ միացաք մեր ընտանիքին օջախին։ Շատ շնորհակալ ենք, ես իհարկե պատրաստում եմ ուտել ու հերթով ասել էլի, շատ ենք շնորհակալ, թե մասնակի։ Մենք սպասում ենք։
քո կարծիքին Նայր ջան, ու շատ սիրով։ Իսկ եթե լուրջ համի ուժով մենք ամեն անգամ բացահայտում ենք ոչ միայն կորստի մատնվող հին ավանդական ուտեստները կամ նոր հետաքրքիր իմպրովիզներ ենք անում, այլև առաջին հերթին բացահայտում ենք այն մարդկանց, որոնք Հայաստանի Հանրապետության հարստությունն են, որտեղ մենք ունենք մեկ հիմնական ռեսուրս եւ այդ ռեսուրսը, եթե կարելի է այդպես կոչել, մարդն է։ Այդքան էլ ճիշտ, շնորհակալ ենք Նայր ջան, անչափ շնորհակալ։ Գժական տուն, հավես երեխեք, լավ տպեր, ճիշտ։ Բարով եկաք մեր օջախ համի ուժ։ Մենք զգացինք այդ ուժը ձեզ հետ միասին։ Երդվում եմ, բարով եկաքը չգիտեմ, վերջում պետք է ասես, դե գնացեք, որովհետև մենք դժվար ենք գնում։ Չեմ ուզում, մենք շատ ենք սիրում, լուրջ։ Մենք որ գալիս ենք մնում ենք, ես ասել ինձ որդեգրել եք դուք արդեն։ Այս տանը անընդհատ ծիծաղում ես ու միևնույն ժամանակ լալիս ես։ Հետաքրքիր բան է։ Երբեմն հասկանում ես, որ երջանկության մեջ այդ հակասություններն են ստեղծում իր համը, համեմունքը, աղն ու պղպեղը եւ այլն։ Իսկ համի ուժը ոչ մի երևելի բան չունի, բացի նրանից, որ մենք ամենտեղ գտնում ենք այն ուժը, որը մարդկանց կապում է իրար։ Դա իրար հետ նստելու, հաղորդակցվելու, միասին զրուցելու, իրար հետ այդ կյանքի էտապը անցնելու, երբեմն չհամաձայնելու, ինչ որ հարցերում մեկ-մեկ խանգարելու, բայց վերջում միասին որևէ արժեք, որը էմոցիան է, սերն է, ստեղծելու մասին է։ Այս դրա մասին է համի ուժը եւ մենք ենք շնորհակալ, որ այսպիսի յուրօրինակ ընտանիք կա Հայաստան աշխարհում, Աբովյան քաղաքը այսքան գեղեցկացնող ու ընդհանրապես որակով լավ, հետաքրքիր, խորը շերտերով ու բաց մարդկային առանց ավելորդ ենթատեքստերի բաց մարդիկ։ Այդպես, Անահիտ ջան։ Ամենաէմոցիոնալ համի ուժը։ Դու պայծառ եղիր ու քո հումորը անպակաս։ Դե ես հայտարարք եղա այսօր ես։ Այսքան ծիծաղել կլինի, խմենք մոռանալ։ Չես հիշում դու մեր հարսանիքի օրը, չես հիշում դու մեր նշանտրեքի օրը, չես հիշում դու մեր առաջին հանդիպման օրը, գոնե մեկ հիշի երեխեքիդ մորը, Լավ Անահիտ։ Փող գարունքի, վարձախունքի, նար երկերի, երկն այս թողտն, թարը մեր կորքի, թող հոգին գովերքի, մեր նորների ծաների, պաչի բարի, հեյ արի բարի, բարի, արի ջան, Ջարի, մայր, հարի ջան, Համի ուժով մեր անցկացրած յուրաքանչյուր օր մի ամբողջ կյանք է։ Մի ամբողջ գեղեցիկ, անհավանական տպավորություններով եւ լիացնող կյանք։ Ահա այդպիսի մի օր էլ ապրեցինք պայծառ, ջերմ ու գեղեցիկ ընտանիքի հետ։ Անահիտ Կիրակոսյանի մեծ ու համերաշխ ընտանիքը մեզ լցրեց սիրով ու միևնույն է քիչ էր։ Այստեղ գտնվելով նորից ու կրկին հասկանում ես, թե որքան կարևոր է սիրո եւ փոխադարձ հարգանքի, հոգատարության վրա խարսխված երջանկությունը, եւ որ հենց այդպիսի ընտանիքներն են մեր հասարակության հիմքը եւ մեր պետության թիկունքը։ Մեծագույն հարստությունը մեր մարդիկ են, ու եթե մեզնից յուրաքանչյուրը ամեն մեկը իր ներսում փայփայած սերը կարողանա կողքինին տալ, հաղորդել, կիսել, մենք ունենանք շատ ավելի առողջ ու զարգացող, ամուր ու պինդ հասարակություն։ Եթերում Համի ուժն էր եւ ես երբեմն հուզական, երբեմն հումորով, բայց մշտապես ձեզ անչափ կարոտող Նազենի Հովհաննիսյան։ Կհանդիպենք։